հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք, ես նույնպես լավ եմ եւ պատրաստվում էի տանից դուրս գալ, գործեր ունեի եւ խոստացել էի իմ սիրելի հետևորդին, որ Մորգան խանութ գնանք, բայց պլաններս միանգամից փոխվեցին։ Կարենի հետ կապված գործ կա, այսինքն ծանրոց պիտի ուղարկենք եւ այդ ծանրոցը պիտի աշխատակիցը գա մեր տանից տանի, քանի որ չկա կետ, որ կարող ենք մենք այն գցել, ուղարկել։ Հիմա այսպես ես տանը պահակ եմ աշխատում, իհարկե նախաճաշել եմ, հիմա որ սպասողական վիճակի արդեն ես չեմ սիրում այդ պրոցեսը, լարվում եմ, չգիտեմ ինչու։ Գործերս դե արված վերջացրած են, բայց կարող եմ, չէ ինչ-որ մի գործ գտնել ինչ-որ բանով, բայց որ սպասողական եմ, անհանգիստ եմ։ Մի խոսքով, երևի թե պլանս կփոխեմ եւ իմ հետևորդներից մեկի հարցին կպատասխանեմ, որից հետո եթե գա այդ աշխատակիցը եւ տանի արդեն ծանոթը, ես կգնամ խանութ։ Չնայած եղանակը այդքան էլ բարեհաջող չի եւ տրամադրող չի, բայց դա ինձ չի խանգարի, անհոգ եղեք, եթե ես մի բան խոստանում եմ, անպայման կատարում եմ։ Իսկ հիմա կանդրադառնամ այդ հետևորդի հարցին, չնայած մի քիչ այդպես կարելի ասել կոպիտ հարց էր, միտեղ էլ ինչ-որ վիրավորական, բայց ես ասել եմ, չէ՞ ձեզ, մտնում եմ այն դրության մեջ, ով որ այդ հարցը տվել է, միգուցե նա չարակամորեն չէ տվել այդ հարցը, պարզապես իրեն հետաքրքիր է։ Կարևոր հարց է, կարևոր թեմա է, հիմա ես կանդրադառնամ, նստեմ հանգիստ եւ մի լավ մենք կզրուցենք։ Համաձայն եք։ Դե սկսեցինք այդ շատ կարևոր, մի քիչ էլ տխուր թեման։ Կարդամ այդ մեկնաբանությունը եւ քննարկենք։ Դուք էլ կգրեք ձեր կարծիքները, թե ինչ եք մտածում, թեման հուզող է, այնպես չի, որ անտարբեր կարելի անցնել, չեմ էլ ճանաչում իմ հետևորդներից է, թե պարզապես դիտել է եւ իր կարծիքը գրել է, եթե ինքը հիմա մեզ լսում է, Կլարան կարող է արձագանքել, ուրեմն ինչ է գրել, Դուք ապրում եք Ֆրանսիայում բացարձակ մենակ, հարազատներից հեռու, բայց ձեզ համար կոմֆորտ կյանքով։ Դե մենք բոլորս էլ ծերանալու ենք, դա մի պրոցես է բնական։ Արդյոք դուք չունեք վախեր, որ կընկնեք անկողին, բա ով կլինի ձեր կողքին, ով կզբաղվի ձեր խնամքով։ Իհարկե գիտեմ, որ Եվրոպա կան հատուկ խնամքի կենտրոններ մեծահասակ մարդկանց համար, բայց լրիվ է այլ է, երբ որ մարդ շրջապատված է հարազատ մարդկանցով, ոչ թե սառը օտար հիվանդասենյակում է անցկացնում իր կյանքի մնացած օրերը։ Իհարկե տխուր թեմա է, բայց դա էլ կյանքի մի մասն է։ Դրա համար եմ ասում, պիտի լավ դիրք ընտրել ու հանգիստ զրուցել։ Ինչ կարող եմ ասել։ Նախ սկսեմ այն մտքից, որ ասում է կոմֆորտ կյանքով եք ապրում, մենակ եք ապրում առանց հարազատների եւ այլն։ Սկսեմ ես իմ միտքը արտահայտել, հետո առաջը, հետո կերևա թե որ կոնկրետ նախադասությանն էր վերաբերվում։ Հարգելի Կլարա, այս կյանքում ոչ ոք ապահովագրված չէ, որևէ ձևով իր կյանքի ավարտը ապրելու համար, այսպես ասեմ, անկախ նրանից, նա ունի շատ հարազատներ, ունի շատ երեխաներ, չունի կամ էլ որևէ մտերիմ էլ չունի, հարազատ էլ չունի։ Այնպես չի, որ բոլոր հարազատները կանգնում են տվյալ հիվանդ մարդու կողքին։ Այսօր այն պայմաններն են, որ շատ տարեցներ հենց Հայաստանում մենակ են ապրում։ Կոմֆորտ կյանքի մասին ասեմ, որ չմոռանամ, այնպես չէ, որ ես Հայաստանում կոմֆորտ չէի ապրում։ Ես ունեմ այստեղ իմ գալու հիմնական պատճառը։ Եվ ասել, որ
այստեղ ավելի կոմֆորտ է, քան իմ ապրած կյանքը Հայաստանում, այդքան էլ ճիշտ չէ։ Պարզապես այստեղ փոփոխությունը նա է, որ հնարավորություն է լինում ճամփորդելու։ Չնայած հիմա Հայաստանում հիմնականում ճամփորդում են, անցած տարի Իտալիայում այնքան հայ տեսա, որ զարմացա, հատուկ խմբերով գալիս են, հիմա շատ է փոխվել կյանքը։ Ուրեմն կոմֆորտը դա հարաբերական է, կոմֆորտ սիրող մարդը ամենտեղ էլ իր կոմֆորտը ստեղծում է։ Իսկ թե ձեզ համար որն է կոմֆորտը, ես դա չեմ կարող ասել։ Ինչ մնում է մյուս հարազատների պահին, ապա կան մարդիկ, որ ավելի շատ հարազատ ունեն, բայց այսօր մենակ են ապրում։ Շատ ծերեր Հայաստանում խնամքի կենտրոններում են, շատ երեխաներ ունեցող ծնողներ մենակ են, տեր չունեն։ Հիմա ես նստեմ մտածեմ, թե երբ ծերանամ ինչ է լինելու, ես համոզված եմ, որ ես ոտքիս վրա եմ լինելու, ակտիվ եմ լինելու, ես նման բաներ չեմ մտածում։ Իսկ որ Աստված չանի, գա այն պահը հասնի, որ արդեն ես զգամ, որ ես մենակ չեմ կարողանում ապրել, բնականաբար հետ եմ գնալու Հայաստան եւ հույս ունեմ, որ աղջիկս գոնե կպահի։ Եթե չպահի էլ ամեն դեպքում այդքան էլ չեմ տրտնջա, գոնե մեկը բարի կլինի, հարևան կամ բան կպահի։ Իսկ պահելը դա հարաբերական է։ Այսօր շատ շատերը այն առաջվա հարազատական ջերմությունը չունեն։ Այսօր բոլորը զբաղված են, մեծ մասը հայրենիքից դուրս են։ Մարդը, որ վատացավ կամ խնամքի կարիք զգաց, իր զավակը իր մոտ չէ, իր հարազատը իր մոտ չէ։ Հիմա ոնց հասկանանք։ Հայաստանում ցանկացած հիվանդ մարդ որ կա, ով է նրա կողքը, իր ընտանիքը, միայն իր ընտանիքը, իր ստեղծած ընտանիքը։ Հայրական ընտանիքից կարող է, եթե շատ հարուստ լինեն ուրիշ բան, բայց եթե միջին կարգի մարդիկ են, ոչ ոք էլ այդքան գումարներ չունի, որ տա պահի ուշադրություն դարձնի կամ ամեն ինչ անի կամ ինչ որ հարազատներիցս թորնիկները, իմ հայրական ընտանիքի քույր-եղբայրների երեխաները կամ իրենց երեխեքը գան անեն, դնեն, խնամեն, գնան, չգիտեմ։ Ես այդ մասին չեմ էլ մտածում։ Կան սեփական երեխաներ, որ այսօր իրենց ծնողներին դատի են տալիս, տուն են պահանջում, չեն պահում։ Կան երեխաներ իմ աչքով եմ տեսել, որ ծնողին դուրս են շպրտել, որ ծնողին տանը ծեծում էր, հայ իրականության մասին եմ ասում։ Եվ երրորդ հարկում էինք մենք ապրում, գլորելով աստիճաններով ծեր կնոջը շպրտում էր։ Այնպես որ էլի եմ կրկնում, ոչ ոք թող չպարծենա, թե ինքը շատ հարազատ ունի կամ շատ երեխաներ ու ինքը իր կյանքի ավարտը շատ լավ կանցկացնի։ Այն անեկդոտի նման, որ ասում է, ինչի չես ամուսնանում, ամուսնացի, գոնե մեռնելուց մի բաժակ ջուր տվող կլինի, լսում է ամուսնանում է, գալիս է մեռնելու պահը, ասում է, ախր ջուրուզ էլ չեմ ուզում, թե ես ինչի ամուսնացա, էլի։ Հիմա չգիտես, թե որը ճիշտ կլինի։ Բնականաբար այդ կապը ամեն ինչը դա կա, երբ ֆինանսներն են լինում շատ, երբ ժամանակն է, միայն իրար օգնում են, խմում են, քեֆ են անում, բայց որ մարդիկ նեղտեղն են ընկնում, կարող է մեկ, երկու օգնեն, ու էլ ընդհանրապես չօգնեն, ոչ ոք հիմա պարապ չէ։ Չգիտեմ, ես իմ տեսածն եմ ասում, իսկ ինչ որ մնում է սառը Եվրոպային, այստեղ ավելի ջերմ են ծնողների նկատմամբ, քան իմ տեսած Հայաստանում։ Հայաստանում կարող է իրար հետ ապրեն, ձևական ամեն ինչ ասեն, բայց մեկը մեկի ապրելը չի ուզում, մեկը մեկի կյանքը դժոխքի է վերածում։ Իսկ այստեղ գոնե հարգանքը կա, ես բազմիցս եմ ասել, ես առաջին անգամ այստեղ եմ տեսել, որ անդամալույս ծնողին այդ սայլակի վրա քշելով տարբեր երկրներ են իրենց հետ տանում ճամփորդելու։ Իսկ Հայաստանում ցույց տվեք մի կեսուր, որ հարսու տղու հետ գնում է ծովափ հանգստանալու, կամ շատ տեղեր են գնում միասին, չէ, նման բան չկա։ Այնպես որ ես վստահ չեմ, թե ինչ կլինի, բայց մտածում եմ, որ լավ կլինի եւ
երբ որ գայիս կյանքին հրաժեշտ տալը, բարեբախտաբար ես այսպես քայլելով կամ գիշերը կքնեմ ու չեմ վեր կենա, չգիտեմ, ես վատ բան չեմ կարողանում մտածել այդ ուղղությամբ։ Շատ հայեր ինչու են գալիս Եվրոպա, հենց գալիս են, որ հիվանդ են, դե թող մնան Հայաստանում, իրենց հարազատներն էլ իրենց օգնեն եւ իրենք էլ լավը զգան իրենց, այնպես որ ոչ ոք չի կարող ասել, ինչպես ասում են, երբեք մի ասա երբեք։ Ինձանից շատ հայրենասեր չկար, իմ հիմնական հետևորդները գիտեն, անգամ աշակերտներս են զարմացել, որ ես եկել եմ Ֆրանսիա, Հայաստանից դուրս եմ եկել, ես ինքս ինձ չեմ պատկերացրել օտար հողում, բայց այսօր իմ ճակատագիրը այսպես է ստացվել եւ իմ նման շատ մարդկանց, այսօր շատերը միգուցե ապրում են ինձ նման կարոտելով հայրենիքը, բայց հայրենիքում էլ այն չէր, շատ կարևոր որոշումներից մեկն էլ այն էր, որ ես կտրուկ հենց իմ այդ կյանքը ցանկացա միանգամից շրջել եւ ուրիշ կյանքով ապրել, այնպես որ եթե հայրենիքում ես, հարազատների մեջ ես, հարազատները երբեմն քեզ ավելի են տառապանք պատճառում, քան ուրախություն, ապահովագրված չես, երեխաներդ քեզ կպահեն, թե չեն պահի, այո, լուրջ ու տխուր թեմա է եւ չեմ էլ ուզում մտածել այդ վերջի մասին, չնայած դե միշտ մտածում ենք մենք, ոչ թե որ վերջը, այլ երբ թոշակի անցնենք, ուր են գնալու, ինչ ենք անելու, դե մեր բախտից էլ Հայաստանում տներ այնքան թանկացան, որ հնարավոր չի մենք այդքան գումար չունենք, որ ինչ որ տուն առնենք, էլի։ Ամեն դեպքում շահն է խոսում, սիրելի Կլարա, եւ երբ շահ են տեսնում, ցանկացած հարազատ ընտանիքի անդամ կարող են քեզ պահել, էլի, հանուն շահի, բայց վայ են պահելուն։ Եվրոպայի այդ ձեր ասած սառը հիվանդասենյակում դու ավելի ես քեզ մարդ զգում, ավելի ուշադրության կենտրոնում ես, քան վատ հարազատների, վատ ընտանիքի անդամների կողմից։ Այնպես որ 50-50 է եւ չգիտեմ, թե ինչից ելնելով դուք այդպես կարծեցիք եւ պատասխանել են ձեզ իհարկե հարցի համար, բայց ես հատուկ ցանկացա անդրադառնալ եւ լսել նաեւ իմ հետևորդների կարծիքը։ Այսքանը, սիրելիներս, դեռ ես տանն եմ, դեռ որևէ նորություն չկա այդ ծանոթը տանողից, այդ աշխատակցից, երևի թե գնամ արդեն հաց պատրաստեմ, ճաշեմ, որից հետո ըստ երևույթին դուրս կգամ, չգիտեմ, կհանդիպենք։ Սիրելի հետևորդներ, տեսնում եք մազերս ոնց ախուճուճաց է, տանից դուրս եկա գնացի անձրև օտեր, չնայած նոր անձրևանոցս բռնեցի, բայց մաղում էր էլի, այդպես ավելի շատ խոնավ էր, այսպես խոնավությունից խուճուճանում են մազերս, ինչքան ուզում աղացրած ելնեմ։ Եկել ենք մեր տուն, ճուտոս մուլտիկանայում, այսօր մեր տուն ենք եկել դասերից հետո, կրեպ եմ պատրաստ է նշպաբլիքներ մեր ասած, ինքը շատ ասիրում։ Ահա տեսեք այսօրվա իմ նշպաբլիքները, այսքանը դեռ պիտի անեմ, մեկ պորցիա եմ պատրաստել, ինչքան պատրաստեցի կերան մեծախորժակով, ճստոն ու կարենը, սա էլ իր տուփն է, երեք գնացել ենք միասին հապալաս հավաքելու։ Արդեն դասերը սովորացրել եմ, նստել եմ մի փոքր հանգստանամ, կերավ այդ նրբաբլիքը ամեն ինչով տարբեր, հələ տեսեք ինչ եղավ, հավեսով ախորժակով, տեղը տեղին, հələ մի բան էլ ինքը անպայման պիտի տանի տուն։ Իրոք ինչ տալիս եմ ասմաբա իմ ընտանիքի համար։ 5 հատ կրեպել դրել եմ, ասես է քո ընտանիքի համար։ Հապալասի տուփը դատարկ խոչեմ տանի, 5 նրբաբլիթ էլ դրեցի, որ տանի իր հետ։ Հիմա էլ նստել եմ, հեսա մի քանի րոպեից հերը կգա մեր տանից կտանի, իրան հարմար էր այսօր, ասեց ես մեր տարածքում ինչ-որ ժողովի է, աստեղից էլ կվերցնի երեխուն կտանի։ Իրա մաման ու եղբայրը այսօր կոնսերվատորիայում են, մենք էլ պիտի գնային կոնսերվատորիա դասի, բայց այսօր դաս չուներ, ոնց որ պլանները լրիվ փոխվեց էլի, ես էլ տանից դե դուրս եկա վերջի պահին, եկան տարան այդ ծանրոցը, դուրս եկա գնացի, ես էլ իմը ուղարկեցի, ու այդպես այդ անձրևին գնացի,
Անձրև է, բայց շատ շոկ է փաստորեն, ցույց է տալի, որ ջերմաստիճանը քիչ է, բայց շոկ է, ես էլ տաք էի հագնել, ավելի ճիշտ տաք կոշիկներս էի հանել, են սևերը հանեցի, ասի, որ անձրև է գալի, ոտքերս չթրջվեն իբր, բարձր են, էլի, են էլ ոտքեր շոկից մեռան, եկել եմ տուն, համ էդ եղանակից, ոնց որ քունս տաներ, համ էլ մի տեսակ այդ կամպը դտվել եմ, քայլել եմ, գնացել եմ դպրոցից էլի եկել եմ, ոտքիս վրա, մի խոսքով, լավ էր, վերջացրեցինք, դասերն էլ ամեն ինչ խելոք լսեց արեց, մենակ թելադրություն եմ տալիս, այդ թուղթը մոտը չէր, ասма լավ, մոտս չի չգրենք, ասի դե հաշվի եմ առնում դա, իրանք հեռուստացույց չունեն էլի, մենք ունենք գնացել ադեմը նստել ու կլանված մուլտիկա նայեմ, պապի հետ, պապի ասում էլի Կարենին, պապի հետ կռիվա տալի, բաներ անում, խաղում, իրան լավ ազգում, ստեղ շատ լավ ազգում էլի, մի խոսքով, տանտակավոր նայեմի ինքը, լավ ենք վերաբերվում էլի դրա համար, ես էլ նստեցի նոր մի քիչ ձեզ հետ զրուցեմ, ես այրան ճանապարհ դնեմ, հաց հրաբերե Կարենը, այդ ամբողջ հատիկ հացն եմ ուտում, չնայած կռեպք էր անկեղծ ասած, բանով, ջեմով ու թթվասերով, մի 3 հատ է ես կերա, դեսպիտակալուրով է արել, բայց ոչինչ, շատ բարակ էր էլի, մի խոսքով, այսպիսի բաներ, տեսեք, մեզ էլ ուրախացնում է այս ճուտուն, չգիտեմ կմեծանա կհիշի, մեզ չի հիշի, կապ կլինի, կապ չի լինի, բայց դե էսա, բայց ես հիշում եմ սպիտակում երկրաշարժից հետո, թե մի քիչ առաջ արդեն այդ երկրաշարժից հետո, հա, երկրաշարժից հետո ճիշտ եմ հիշում, այդ Արցախյան շարժումից հետո դե Բաքվի հայերը փախան եկան, չէ, մեր գարադոկում կին կար, պահում էր մի երեխու դեռ այն ժամանակ, մեծացել էր ընտանիքը հետ, կնոջը լավ հիշում էին, մեծարում էին, գնում էին հիմա թե նրանք հայեր էին, իրանք հայեր չեն շփվի, չգիտեմ էլի, ամեն դեպքում օրս լցվում է, ինչքան սա աշխատանք չի դեսացել են իմ ժամերը շատ քիչ են գրեթե դա աշխատանք համարել չի կարելի համարել ժամանց էլի գնում եմ շփվում եմ այսպես սիրելիներս դե հիմա անջատեմ հետո էլի կմիանամ երևի թե վաղը հենց հաստատ կգնանք Մորգան որովհետև այսօր շատ ուշ դուրս եկա տանից ժամանակ չկար էլի պատտվելու մի խոսքով այս բանի համար այսքանը առայժմ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներին, հուսով եմ բոլորդ լավ եք, ես նույնպես լավ եմ, օր է փոխվել և տանից դուրս եմ գալիս, տանեմ այդ փոքրիկ ծանոթս ուղարկեմ, բայց պետք է գնամ ուղղալիլ այն մեծ հսկայական սուպերմարկետը, քանի որ այդտեղից պիտի ուղարկեմ, չգիտեմ ժամանակ կունենամ, խոստացածս Մորգանը գնալ, բայց կարծում եմ դա մի առանձին տեսանյութ կլինի, թող ինձ ների իմ սիրելի հետևորդը, դա երևի թե կստացվի հաջորդ տեսանյութում։ Իսկ այսօր, քանի որ գնում եմ հենց այդ հատվածը, այդտեղ որոշ խանութներ կան էլի, կմտնեմ, կնայենք միասին, բայց մինչ տանից դուրս գալ ուզում եմ ձեզ մոտիվացիա տալ, թե այսօր ինչ եմ նախաճաշել, ինչ եմ կերել նախաճաշին, առողջարար, նիհարեցնող, վիտամիններով հարուստ աղցան եմ պատրաստել, տեսանյութը կլինի վլոգից հետո կարող եք նայել և պատրաստել, շատ արագ է պատրաստվում և համեղ է։ Եվ ճաշին, այսօրվա իմ ճաշն էլ սա է, վերմիշել, լոլիկ, պանիր, հաց։ Ինչու՞ չէ, արդեն օրվա կեսն է, դրա համար եմ ասում միգուցե չհասցնեմ, մինչև գործեր, մինչև հաց պատրաստել, մի խոսքով աղցան եմ պատրաստել շատ առավոտյան, առանձին նկարել եմ, դե արդեն գիտեք, որ բավականին ժամանակ է տանում այդ ամենը իրագործելիս։ Եղանակը տաք է, հաճելի է, լավ է, և մնում է ինձ մի պիջակ հագնել և արդեն տանից դուրս գանք։ Ուրեմն, միշտ տանից դուրս գալը մի շատ հետաքրքիր բանաստեղծություն եմ ուզում արտասանել Համոսայանից, երեկվա թեմային մի քիչ համահունչ երևի թե,
Կարծում եմ համամիտ կլինեք, իհարկե դեռ չեմ մոնտաժը, չգիտեմ երեք ինչեր եմ խոսել, ինչ եմ պակաս ասել, ինչ եմ ավել ասել, կլսեմ, եթե ինչ-որ մի բան այն չլինի, հետո նորից կանդրադառնամ։ Ամեն դեպքում արտասանեմ ու տանից դուրս գանք, համաձայն եք, դե զինվեք համբերությամբ։ Նորից միտք եմ անում, թե ինչ տվի ու ինչ առա, եմ տանում հողի տակ ես, ինչ եմ թողնում հողի վրա, էլ այսպես միտք եմ անում, իմ մտքի հետ չարչարակից ու ոչ մի բան չեմ հասկանում, թե թողածից, թե տարածից։ Արդեն դուրս եմ եկել մեր թաղերից, գնում եմ դեպի այդ խանութը, հետաքրքիր բաներ լինի, կնկարեմ, դուք էլ կտեսնենք, դե առայժմ։ Հսկայական հիպերմարկետ է, 4 աստղանի, շատ որակյալ ու շատ հարմար է, քաղաքի կենտրոնում է գտնվում, շատ բուտիկներ կան, ինչպես նաև Carrefour կա։ Իսկ գցեցի, հիմա մտա Աշեմի տնտեսական բաժինը, տեսնեմ ինչեր կա, հիշն եմ այդտեղի շալվարները լավն են, ամեն դեպքում կնայեմ էլի, տեսնեմ ինչ կա, ինչ չկա։ Ես ասել եմ չէ, որ դժվարությամբ եմ ընտրում, անցած անգամ այստեղ ծածկոտ տեսա, համարյա գույնը նույնն էր, բայց նա ավելի սիրուն մեկ դակած էր ու ոնց որ ավելի կոշտ էր ու գինը ավելի համեմատաբար մատչելի էր, եթե չեմ սխալվում, 50 եվրո է, չափը ոչինչ, 180, 250 է, կհամապատասխանի մեր մատչակալին, բայց այդքան է սրտովս չեղավ, մի տեսակ թուլոտ էր, սա էլ վերմակի երես է, բարձր են, սիրուն բաներ այստեղ լինում են, միջին գներով էլի, կարելի է գտնել, այս գույներն են ինչ շատ դուր գալիս, դարչնագույն այսպես, ոչ կանաչ է, հենց դարչնագույն, մտնեմ հլը, տեսնեմ ինչ կա այս վերևի հարկում ավելի շատ շալվարներն են լինում, առաջին հարկում երկհարկանի է Աշեմը մեզ մոտ, հիմնականում շորիկներ, բլուզներ, 24.99 նմանատիպ շալվարներ եմ փնտրում, դուք արդեն գիտեք, եթե մշտապես ինձ հետևում եք, և արդեն տեսնում եմ, որ կան, բայց այս մեկ այդքան սրտովս չէր, սա էլ 27 եվրո է, տեսեք գրպաններ այստեղ ինչ լավ է կարած, եթե հիշում եք նախորդ վլոգում ցույց է տալիս թերությունը էլի, թե ինչու լավ չի նստի, սա հենց իմ ուզած շալվարի մոդելն է, գրպաններով, հիմա ես հերթով բոլոր շալվարները կփորձեմ, դուք գրեք մեկնաբանությունում, թե որը ինձ ավելի շատ սազեց, ես ասեմ ուղղակի, որ այս մեկը իմ ուզածների իհարկե մոդելը, գրպաններով այսպես լայն, բայց շատ բարակ էր ու թափանցիկ էր, նստեմ, տեսնեմ հարմար է, շատ հարմար է, բայց թափանցիկ է, ամեն դեպքում սիրուն է վրես նստում, հլը կորոշեմ, տեսեք ինչքան հաճելի է, չէ, լավ էր հլը այս հանդերձանը մտա, այստեղ հարմար է նկարելը, և արդեն մյուս մոդելը, որը էլի ամառային է թույլ է, բայց եթե նկատում եք, վերևի կոնքամասը ավելի լայն է, քան արդեն այդ փողկերին ինչ են ասում, քիղերը, չգիտեմ, այս բան մոռանում եմ, և արդեն այս գույնը կապույտ շատ լավն է, սա ավելի շատ կգա բոլոր տեսակի բլուզների հետ, վերնաշապիկների հետ, էլի իմ ուզած մոդելն է, բայց սա արդեն մեկ ուրիշ գույն է, ճիշտ իմ ուզած մոդելն է, չեմ հասկանում, սեռի չի, բայց ոչ էլ դաշնագույն է, մի տեսակ հետաքրքիր գույն էր, սա էլի տեսեք, գրպաններով լայն իջնում է, դե իհարկե որ հարտուկ եմ, արդեն ավելի սիրուն կնստի, և սա էլ արդեն շագանակագույն, մուգ շագանակագույն է, որը որ ես էլ փնտրում եմ, մոդելը տեսեք լայն, ինչքան լայն է, կրունկի չափը լավ է, ես չեմ էլ կտրի, գրպաններ ունի, ներսի մասից շատ ճմրթված է, ահա տեսեք այս հատվածից, ինչպես է երևում, ահա, և արդեն, ահա, այս մյուս կողմից, իսկ սա էլ իմ շալվարն է, որով որ ես գնացել էի, ոնց է,
Որ շալվարները ամենալավը վրաս նստում։ Տեսեք, քանի շալվար փորձեցի, հիմա որը պետք է վերցնեմ, մտածմունքի մեջ ընկա, օգնեք։ Եթե եկավ շալվարի ես գոտին այսպես զին հագավ, տեսեք լրիվ հավասար, ուրեմն սա ձեր համարն է։ Ճապոնական այս խանութից դեռ ոչ մի բան չեմ գնել։ Շատ եմ մտնում, նայում եմ, բայց ոչ մի բան իմ ուզած ձևով չի նստում։ Շատ սիրուն վերնահագուստ էր, տարբեր գույների։ Տեսեք ինչքան սիրուն են, շատ հարմար էր, լավն էր, բայց որ օձիք չունի, ես չեմ գնի, որովհետև նմանատիպ ունեմ, տանը ձեզ ցույց կտամ, հիշեմ ցույց տամ չմոռանամ, բայց ավելի շատ գույներով դուրս եկավ այս մյուսը, հիմա ձեզ ցույց կտամ, համարն էլ M-ն է, գինն էլ 20 եվրո, էժանացում կա, որոշ բաներ այսօր էժանացրել են, գրված էր, և այս պիջակները նույն ձևով, ամենասիրունը սա էր, բայց հիշեցնեմ նորից, որ ես օձիքով եմ սիրում, այսպես չեմ սիրում, կտորներ շատ լավն էր, արտակարգ էր, գրպաններով, առաջ շարժվեմ և այստեղ շատ սիրուն մոդելներ էին, աստառից կիսաշրջազգեստներ էին և լավ էր, որ այս գոտկատեղը այդպես էր արված, մի տեսակ հաստոտ է, հարմար է, չնայած փորի վրա լավ չի նստում, բայց ես մի հնարք գիտեմ։ Թե գուշակեք, մինչև տուն հասնեմ ձեզ ցույց տամ, թե որ շալվարը գնեցի, դե գիտեմ, որ անկեղծ կլինեք էլի, Uniqlo էլ մտա, ոչ մի հարմար բան չտեսա, հիմա իջնեմ Իվրոշե, տեսնեմ հետեից ինչ-որ բան կգնեմ, թե չեմ գնի, ու գնանք տուն, չելնես գնամ տուն, ձեզ ցույց տամ ինչ շալվար եմ գնել, ու դրանով էլ կավարտեմ այսօրվա տեսանյութը, հիշեցնեմ, որ վաղը այստեղ ոչ աշխատանքային օր է, եկեղեցական տոն է, ասանսիոն են իրենք ասում, և հաջորդ օրներ շատերը արդեն արձակուրդի օրից վերցրել են, դպրոցներ կան, որ դասի չեն, ես մասնավոր դպրոցի կողմից կարող եմ ասել, որ ուրբաթ օրը դասի օր չէ, այնպես որ փոքրիկ արձակուրդ է, այսօրվանից, այսօր էլ դպրոցի օր չէ, չորեքշաբթի է, մի խոսքով սիրելիներս լավ մնացեք, առողջ մնացեք, մնացեք ինձ հետ, կհանդիպենք, ձեռքը զբաղված է, պատճիկներս եմ ուղում բոլորիդ, ապրի, որ տեսանյութը նայում եք, դիտեք մինչև վերջ, գրեք ձեր կարծիքները, սիրով կպատասխանեմ, այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։ Ովքեր էին ճիշտ գուշակել, ես ընտրեցի շագանակագույնը, մուգ շագանակագույն է, շատ լավն է, գրպանները ճիշտ կարվածքով, դե կհարթուկեմ ավելի լավ կլինի, ետևում գրպաններ, կտորը ավելի հաստ է, սրագինը մի քիչ թանկ էր, մյուսները 28 էին, սա 35։